Մեր աչ երեսը ապագողին մյուս երեսն ալ պետք է դարձնենք։ Խորհրդածությունը կապված է Վաղինակ Վարդապետ Մելոյանի «Ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը» գիրքեն։ Մատոսի ավետարանի մեջ դերը գսե. «Մի հագարագիր քեզի չարի կնողին, եթե մեկը աչ երեսի տապակ զարներ, մյուս երեսը տալ դարձուրանուր»։ Այս համարը Աստվածաշունչի ամենեն բարձիմաստ համարներեն մեկն է, բայց զարմանալիորեն հաճախ ադիգա սխալ բացատրված եւ մեկնաբանված է մարդոց կողմը։ Եթե մեկը աչ երեսի տապակ զարնե, մյուս երեսը տալ դարձուրանուր, այս խոսքին իմաստն ու նշանակությունը բարձ գտարնա, եթե երբեք աչքի առջև ունենանք զինք նախորդող խոսքը. «Մի հագարագիր քեզի չարի կնողին»։ Հիմնական տասը, որ Քրիստոս կուզա այստեղ մեզի սորվեցնել, այն է, որ մարդ արարածը պետք չէ փորձե վրեժխնդիրը լավ անցնավես։ Ոչ հին գդագարանը եւ ոչ նոր գդագարանը կխոսին անձնական վրեժխնդրության սկզբունքի մասին։ Ընդհանրակը, անոնք բազմիցս կհիշեցնեն, որ վրեժխնդրությունը Աստուծո կպատկանի։ Դարձյալ Մատոսի ավետարանի մեջ դերը գսե. «Աչքի թեմ աչք պիտի հատուցանես եւ ագրայի թեմ ագրա»։ Քրիստոսի առաջ, ինչպես նաեւ Քրիստոսի ժամանակից հրյաներ այս բարերուն յետին անձնական վրեժխնդրության սկզբունքի հաստատումն էր, որ գտեսնեին։ Ճշմարտությունը սակայն դարբեր էր։ Աստուծո պահանջած իր ժողովուրդեն ճարիքը ճարիքով չհագատարցելն էր։ Աստված գուզե մեզի սորվեցնել, որ մեր աչքը հանողին աչքը հանելով ոչ հաղթանակ է, որ ցերծկած գլանք եւ ոչ ալ արդարությունը, որ դիրած գլան։ Նման խիստ օրենքի դրճությամբ Աստված հիմնական մեկ նպատակ է դավանդել հերովահել մարդը ճարիք գործելու իր դրամատությունն։ Արդարև չեն կրնավորանալ, որ նման օրենքը կսանցե եւ կզսպե ճարակոց մարդուն ճարակույր ախորժակը։ Ճարակորձ մարդը, եթե ուզե թիմացին աչքը հանել, նախ բնականորեն պիտի մտածե, որ իր աչքը պիտի հանեն, եւ այս մտածումը պատճառ կլա, որ հրաժարի թիմացին աչքը հանելու իր չար մտածությունն։ Մեզ մեկ ով պիտի ուզեր իր նմանին ագրամ փշրել, եթե երբեք գիտնար, որ իր ագրամ պիտի փշրվի։ Բայց Քրիստոսի մեզի սորվեցուցածը այն չէ, որ ճարիքը հերու գենանք որվեսի ճարիքի չհանդիպինք։ Քրիստոս երկու քայլ առջև գնաց իր ուսուցումին մեջ։ Առաջին քայլը գտեսնենք, երբ գսե մի հագարագիր քեզի ճարիք կնողին։ Քրիստոս անոխագարության սկզբունքն է, որ կհաստատի այստեղ։ Մեկում աչքը հանելը ճարիք մնե։ Նման արարքիմը կատարումը որևէ ցեվով չարտարացվի։ Մեզի հագարագողին հագարագիլը անոր մագարտակին իջնելն է, պամպասողին պամպասելը, պամպասող դառնալ է, ճարիք կնողին ճարիք կնելը ճարակորձություն է։ Զարե arczepiskopos Ազնավուրյան խոսելով վերոհիշյալ համարի մասին գսե. Երբ մեկը ճարիք կնե, հստակ կդառնա, որ ան բարիին գիտությունը եւ ծանոթությունը չունի, բարիին զորությունը չի գիտեր։ Մեզի ճարիք գործողին թեմ ճարիք որդեգրել եւ նույն ցեվի պատասխանալ կնշանակե ուրանալ այդ բարիկը։ Երկրորդ քայլը գտեսնենք դվյալ համարին երկրորդ գեսի մեջ, եթե մեկը աչ երեսի տապակ զարնե, մյուս երեսը տալ դարձուրանոր։ Քրիստոս չի կողանար ճարիք գործողին չհագարագիլ թելադրելով, այլ քայլ միևս արջև գերտա եւ կպատվիրե ի բահանջյալ հարգին զիջում կատարել ասելով մյուս երեսը տալ դարձուրանոր։ Այս խոսքը բարացիորեն պետք չէ հասկանալ։ Քրիստոս ինքից իր այս խոսքը բարացիորեն չհասկացավ։ Հիշեցեք, որ երբ Հիսուս Աննա կահանայապետին առջև կանգնած էր եւ համարձակությամբ կխոսեր, կահանայապետին սպասավորներն մեկը, որ հոնգեցած էր, ապտակ մզարգավ Հիսուսի։ Հիսուս իր մյուս երեսը չդարձուց եւ ոչ ալ լուր գեցավ, ընդհանրակը ցեվոմը արդարություն է, որ բահանջած եղավ, երբ ասավ. եթե սխալ բան մոխոսեցա, ցույց տուր սխալը, իսկ եթե շիդագ ես ասես ինչու գսարնես ինձի։ Մտաբերեցեք նաև Պողոս Արաքյալին օրինակը, երբ ան աջանին առջև կանգնելով իր անձին վերաբերյալ վկայությունը տվավ, Անանիա կահանայապետը սպասավորներուն հրամայեց, որ անոր բերանին զարնեն։ Պողոս լուր չգեցավ եւ ոչ ալ ապտագով սպասավորին ասավ հաջիս անգամ եւս զիս ապտագ է, այլ իր աչքերը հարելով Անանիա կահանայապետին ասավ. թող Աստված քեզի զարնե ջերմծված բակ, նստել ես օրենքով զիս տատելու համար եւ աբորեն հրաման ուտած, որ զարնել ինձի։ Արաքյալին ընդվզումը հարգավ միայն իր ապտակներուն համար չէ, այլ նաեւ օրենքի խախտումին եւ անարգումին համար էր։
Եթե երբեք ոչ քրիստոնեության հիմնադիրը Քրիստոս եւ ոչ այլ քրիստոնեության մեծակույն դարաձիճը Պողոս ապտակվելով լուրջ անգամ խնդրեցին, որ անգամ եւս ապտակվին, մենք նաեւ միշտ չէ որ լուր պետք է գնանք եւ մեր իրավունքը կխլեն, երբ ճշմարտությունը գեղեցկուրեն եւ երբ աղքատը գոտնագողեն։ Քրիստոնյա մարդը գոչված է լալու ցայնը հարտարության, շեփորահարը ճշմարտության, բադայցա որ Քրիստոս ապտակվի եւ լրե եւ բադայցա որ ապտակվի եւ հարտարություն պահանջի։ Պողոս առաքյալ նաեւ երբեմն լրեց, երբեմն բարգացավ եւ հանդիմանեց, երբեմն թելադրեց եւ սաստեց։ Այս իրողությունը կբարձե, որ քրիստոնյա մարդը պետք է գիտնա, թե երբ պետք է լրե եւ երբ պետք է խոսի եւ երբ պետք է խաղաղ մնա եւ երբ պետք է դակնաբի։ Հետևաբար, մյուս երես դալ դարձուր խոսքով Քրիստոս լրության եւ անդարբերության գոչը չէ որ գուղեմեզի, ոչ ալ դգարանալու եւ վախնալու հրավեր մնե որ գարտա այլ բարձավես, չարին չընտիմանալու, զիջում մնելու, ներողամիտ կեցված ունենալու եւ չարին բարիով հաղթելու թերակրանք մնե որ գնի։ Հաջորդին պիտի անդրադառնանք այն ծնողը, որ գսիրե իր զավակը, թող զայն մոտեցնե Քրիստոսի նույնի մասին, Փառք Օրը, Որդին եւ Սուրբ Հոգին, Հավիտյանը մինչեւ Հավիտյան, ամեն։